Հյուսիսային ափերում դեռ 3 դար առաջ վարվեց լուսավորչի կանթեղը։ Օտար հողում էլ հայը պատարակ է մատուցում, աղոթք մտմտում, նորածիներին կնքում, երիտասարդներին պսակադրում։ Եվ Քրիստոսի խոսքի համաձայն ջրով եւ Սուրբ Հոգով պիտի չէ՞։ Ջրից Սուրբ ավազանով, իսկ Սուրբ Հոգով ծնվում են, երբ որ Սուրբ Էջմիածնի կանաչ միրոնը, սրբալույս միրոնը Եկեղեցու խորանից ամեն անգամ լույս, հավատ ու ջերմություն են տարել իրենց օջախներ, այդպիսով պահպանել ազգային նկարագիրը, ոգին, արմատները։ Հայ եկեղեցին Սփյուռքում ազգային եկեղեցի է, հայապահպանության կենտրոն։ Իր գոյության ողջ ընթացքում հայերի հավաքատեղին է, ազգային ինքնության ոգեշնչվելու հարազատ վայրը։ Ավանդույթները պահպանելով այդպես կառուցվում է մի փոքրիկ հայրենիք։ Հայ գենի ժառանգագիրը ռուսական հողում իրեն հայ զգաց, շնորհիվ Սուրբ Հարություն եկեղեցու, որը կառուցվել է 1815 թվականին Վագանկովյան հայկական գերեզմանոցի տարածքում։ Այն Լազարյանների ընտանեկան գերեզմանատունն էր, Իվան և Մինաս Լազարյաններ եղբայրների խնամարկությամբ։ Ուսպենսկի եկեղեցում թաղված Լազարյանների հարազատների նշխարները տեղափոխվել են այս տաճար։ Առայժմ Ռուսաստանում միակ հայկական եկեղեցու 185-ամյակն է նշանավորվելու շուտով։ Պանթեոնում ննջում են Մոսկվայի հայկական սփյուռքի, մշակույթի, գիտության, հասարակական ու քաղաքական գործիչներ։ 4500 հայի գերեզմանաքար է կանգուն այս պատմական վայրերում։ Այս վերջի տարիներին մոտ 6-7 տարի արդեն հոգևոր զարթոնք է ապրում մեր եկեղեցին, հայ համայնքը Մոսկվայում։ Իհարկե դրա մեծ շնորհը կա նաև մեր սրբազանի, մեր առաջնորդի Եզրահաս եպիսկոպոս Ներսիսյանի, որի ջանքերով եկեղեցու կառուցումով իրապես հայությունը զգաց եւ վերապրեց նոր հոգևոր շունչ։ Դրա վառ ապացույցներն են նաև այսօր դուք տեսաք, թե կնունքներ, պսակներ եւ մարդկային հոսքը այս եկեղեցի։ Ես համոզում ունեմ, որ մեր ազգը իրապես հասկանում եւ ընդունում է, որ փրկությունը եւ ազգի փրկությունը եւ միասնությունը կապված է եկեղեցուց եւ եկեղեցիով է միայն այս ազգը կարող իր պայծառ եւ լուսավոր ապագա գնալ, ստեղծել։ Մենք աղոթքի մեջ ենք մեր ազգի բոլոր զավակների համար։ Մենք աղոթում ենք, որպեսզի իմաստությունը, քրիստոնյայի իմաստությունը եւ հայ ոգին մշտապես արկա լինեն մեր ազգի զավակների սրտում եւ հոգում, որ աշխարհի որ ծայրում էր որ լինեն իրենք։ Եվ մշտապես մեր ազգի զավակները հասկանան եւ ընդունեն, որ եթե ուզում ենք լինել ազգային հարուստ, այս մեր ազգային հարուստ սովորության ժառանգորդը, պետք է կարճած լինենք մեր արմատներից։ Պատահական չէ, որ այսօր էլ ծրագրի ընդգծումը եկեղեցուն է վերաբերում։ Հայապահպանության հիմնասյունը հայկական Սփյուռքում եղել եւ մնում է հայ եկեղեցին։ Բարի երեկո բարեկամներ։ Հայրենիք Սփյուռք հաղորդաշարն է եթերում։ Մեր խոստման համաձայն նորից հանդիպել ենք զրուցելու ներազգային կարևոր խնդիրների շուրջ։ Աշխարհի մարտահրավերների կիզակետում մենք քաջ գիտակցում ենք, որ երկու հայկական հայրենիքների հզորացումն ու զարգացումը պայմանավորված է նաեւ միասնական Սփյուռքի զորակցությամբ։ Փոխադարձը պակաս կարևոր չէ, աշխարհի բոլոր մարտամակներում տարածված Սփյուռքի ամբողջացման, հայ ինքնության, լեզվի, մշակույթի ու տեսակի պահպանությանն աջակցելը նույնպես օրախնդիր է։ Երկուստը հուզող թեմաներից մենք խոսել ենք Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարկ եւ arczepiskopos Martirosyan-ի հետ։ Նա, որ Սփյուռքի մեր շատ հայրենակիցներին է ուղղորդել դեպի հայրենիք, լավ գիտի կամրջի երկու հատվածների խնդիրների մասին։ Գոհ եմ, շնորհակալ եմ, որ այս գործակցությունն ունենք։ Սկսած 1988 թվականից գոնե շարժման առումով, ճիշտ է, միջի այդ էլ կապերկային դեր սովետական միության ժամանակ, այն ժամանակ երկու հիմնական խողովակ ունեինք, դա Մայրաթոր Սուրբ Էջմիածիններ, եկեղեցու խողովակով, երկրորդն ունեինք Սփյուռքահայ կոմիտե, որը զբաղվում էր
մեր հայկական գաղթօջախներով, այսօր դրությունը այլ է, ունենք եկեղեցի, ունենք դեսպանություններ, ունենք հյուպատոսարաններ, հետո սահմանների վերջո բաց են, գնալ գալը շատ է հեշտացել, ունենք համահայկական հիմնադրամ, ունենք ավանդական կուսակցություններ, որոնք Սփյուռքի կուսակցություններն էին, որոնք մտան նաև Հայաստան, իսկ խողովակների քանակը շատացել է։ Օրեցօր նոր կառուցվող եկեղեցիների քանակը ավելանալով ավելանում է, մանավանդ այն գաղթօջախներով, որոնք բավական մեծ են, օրինակ Միացյալ Նահանգները, Կանադան, Ռուսաստանը մերձավոր Սփյուռքն է այնտեղ էլ, Եվրոպայում, Գերմանիայում, գիտեք, վերջին 20-30 տարվա ընթացքում սկսեց ձևավորվել Լեհաստանը, Հունաստանը, մեծաքանակ հայեր ունենք, որ գաղթում են տարբեր երկրներից, նաև Հայաստանից։ Այնպես որ եկեղեցական առումով աշխուժություն է տիրում այնտեղ, բավական մեծ աշխուժություն, եւ հոգեորականների թիվն էլ ավելանում օրեցօր։ Հսկա կարող ուժ ունենք Սփյուռքում, եթե մենք կարողանանք այդ Սփյուռքի գոնե 5-10%-ը օգտագործեինք ազգային նպատակներով, համազգային, չեմ ասում միայն Հայաստանի կամ Արցախի համար, ընդհանրապես, ես կարծում եմ մենք մեծ արդյունքների կհասնեինք։ Գիտեք, շատ պարզ բան ասեմ, 10 միլիոն հայ ենք, ամիսը $1 տանք, տարեկան կլինի $120 միլիոն։ Եկեք 60 միլիոնը հայրենիքի համար օգտագործենք, 60 միլիոնը Սփյուռքի համար։ Տարեց տարի պատկերացնում եք, քանի հսկա ծրագրեր մենք կյանքի կկոչեինք։ Մենք մեր Սփյուռքը պետք է զորացնենք, որպեսզի կասեցնենք ձուլման հարցը։ 1. Երկրորդը, մեր դեսպանատները պետք է պաշտպան կանգնեն մեր հայ ազգի զավակներին, ինչն էլ բարբերաբար մենք տեսնում ենք։ Եվ երրորդը, Մայրաթոր Սուրբ Էջմիածինը իր հոգևոր ճեմարաններում բազմաթիվ հոգեորականներ պատրաստում եւ ուղարկում է Սփյուռք, որոնք ծառայում են գաղթօջախներում։ Կրթական ոլորտում մեր կրթության նախարարությունը տպագրում է դասագրքերը եւ ուղարկում է հայ գաղթօջախներ։ Եվ ես կարծում եմ, որ Աստվածտա, որ մենք հասնենք մի օր այն ուժեղ մակարդակի, որ մենք կարողանանք Մայր Հայաստանից ֆինանսավորենք մեր դպրոցները Սփյուռքում, ապահովենք եւ ուսուցիչներով, եւ դասագրքերով, նաեւ մշակույթի առումով։ Ճիշտ է, երգիչներ, խմբեր այցելում են Սփյուռք Մայր Հայաստանից, բայց դա էլ պետք է ավելի աշխուժացնենք։ Օրինակ, համահայկական, գիտեք, սպորտային խաղեր ունենք, որ շատ լավ երևույթ է։ Պետք է մենք նաեւ անենք այնպես, որ մեր սպորտային խմբերը երբեմն այցելեն Ռուսաստան, Ամերիկա, Ֆրանսիա, սա էլ յուրովի աշխուժություն կբերի, կապերը ավելի ամրապնդում, երիտասարդները կընկերանան, կամուսնանան։ Մենք հաճախ բանակումներ ենք անում Հայաստանում, Արցախում, չէ, երիտասարդներին ենք հրավիրում այստեղ։ Բայց բարբերաբար կարելի է նաև բանակումներ անել նաև այնտեղ։ Մեր, ասենք, դպրոցականներին ուղարկել, օրինակ, չգիտեմ, Կանադա, Գերմանիա եւ այլն, ուր որ հնարավոր է։ Այսօր Արցախը ոչ միայն Սփյուռքի համար, նաև Հայաստանի համար եւ մերձավոր Սփյուռքի համար իր յուրատուկ տեղ ու դերն ունի, եւ դա բնական է։ Մենք վերջին 600 տարվա ընթացքում առաջին անգամ կարողացանք իհետ բերել մեր պատմական հողերի մեկ մասը։ Օրինակ, պատկերացրեք վաղը նմանատիպ բան տեղ ունենա Էրզրումում կամ Մուշում։ Դա կգրավի առաջին տեղը, դա հասկանալի է եւ դա բնական է։ Այն բանը թե իհարկե Արցախի իշխանությունը եւ ժողովուրդը միգուցե կարողանային ավելի լավ օգտվեին այդ իրավիճակից։ Ես դրա հետ իսկապես համամիտ եմ, բայց Արցախի ժողովուրդը եւ իշխանությունը ինքը չի փորձում մաքսիմում շահարկել։ Ինքը ուղղակի սպասողական վիճակում է, մի տեսակ կամավորներ, ովքեր կուզենան մասնակցել Արցախի ամրապնդմանը, մեր դռները բաց են։ Առաջինը ձուլման հարցը։
Սա մեկ, որ իհարկե մտահոգում է։ Երկրորդը, որ ամենակարևորներից մեկն է, երբեմն մենք հաճախ տեսնում ենք ինչպես մարդիկ Հայաստանից գնում են Սփյուռք, տեղի, մանավանդ անտեղի սկսում են քննադատել Հայաստանը, ժողովուրդը, բարքերը եւ իշխանություններին, որ դա անընդունելի է, դա խստովի դատապարտելի է։ Գիտեք, փոխանակ մենք ուսի տանք, ամրապնդենք մեզ, մենք փնովում ենք մեզ։ Եվ Սփյուռքային զանգվածը, որ պատրաստական է միանալու համազգային ծրագրերին, հայրենաշինության գործին, այդպիսի մարդկանց, ինչ ասեմ, շնորհիվ, ճակերտավոր շնորհիվ, վանում են այդպիսի զանգվածը եւ տկարացնում են ընդհանրական մեր կարողությունը եւ ուժը։ Եվ մանավանդ, որ իրենք լուտանքներ են թափում, որոնք կապ չունեն իրականության հետ։ Դա շատ ցավալի է եւ մտահոգության տեղիք է տալիս։ Ես կարծում եմ մենք ազգովի դեռ կարևոր մի քանի անելիք բաներ ունենք։ Մենք պետք է մեր ժողովրդին մատուցենք մեր ազգային գաղափարախոսությունը, որը ցավոք սրտի արտահայտված չէ, այսպես ասենք, շեշտակի ձևով, ցավոք սրտի։ Մենք բազմաթիվ անելիք ունենք, իսկապես ունենք, ամրապնդել հայրենիքը, Սփյուռքը եւ դեռ սպասելիք ունենք։ Մենք կարող ենք ցեղասպանության ճանաչմանը, Արցախի արդարացի լուծմանը միջազգային ասպարեզում, սպասելիք ունենք մեր պատմական հողերի վերադարձին, Մասիսարին եւ այլն, եւ դրա իրավունքն ունենք, եւ բոլորս պիտի աշխատենք այդ ուղղությամբ։ Մեր հավատքը անաղարտ պիտի պահենք, ազգայինը անաղարտ պիտի պահենք, լեզուն, մշակույթը, մեր նիստ ու կացը, մեր կենցաղը հայկական, զուլալ, մաքուր, ավանդական, ընտանիքը պիտի լինի ամենաամուր, անսասան կառույցը, այդ ասպարեզում ունենք անելիք, եւ հայ ունի հայկական առաքելություն, չպիտի մոռանանք, շատ-շատերը չեն էլ մտածում, որ ամեն ազգ ունի անելիք, իր առաքելությունը, հայն էլ ունի իր ուրույն առաքելությունը, պիտի մտածենք դրա մասին, եւ մենք մեծ անելիք ունենք, եւ մեծ կարող ուժ ունենք, եւ անելու ենք, բայց մի օր շուտ որ անենք, ավելի շուտ նպատակին կհասնենք, ավելի շուտ կհզորանանք։ Արցախյան շարժումը ապացուցեց, որ մենք կարող ենք հրաշքներ գործել, երբ որ միաբանենք, երբ որ կա արդար նպատակ, ազգային, համաազգային, մենք ունենք մի քանի համազգային խնդիր։ Ցեղասպանությունը ճանաչեցնել տանք, Արցախի հարցին արդարացի լուծում տանք, եւ դա մենք միասնական ուժերով կարող ենք անել։ Մենք ունենք այդ կարողությունը։ Մեզ միաբանություն է պետք։ Խանգարելու ոչինչ չունենք։ Ցանկացած փոքրիկ, կնճռոտ, մեծ հարց իրաց լուծումները ստանալու են։ Անլուծելի խնդիր չկա, ներքին, արտաքին, բոլորը կարելի է կյանքի կոչել, երբ որ հավատում ես, երբ որ անվախ ես, եւ քո ոգիդ գտնում է համապատասխան մակարդակի վրա։ Աղքատ, շրջապատված, երկրաշարժ, փախստականներ, հսկա Ադրբեջան, Սովետ Միություն, աշխարհը Ղարաբաղին դեմ էր, բայց չէ որ հաղթանակը մերն եղավ։ Միաբանեինք, Աստված մեզ հետ եղավ։ Անզեն ժողովուրդը փայլուն հաղթանակ տարավ։ Ի զարմանս ամբողջ աշխարհի։ Իբարս Աստծո։ Չէ։ Ի հետևում մեր միաբանության, որպես արդյունք։ Կարող ենք, եւ պիտի կարողանանք անել, եւ անելու ենք։ Շատ պահանջված ծրագիր է, արդիական է, եւ այդ ծրագիրը ես կարծում եմ պիտի դառնա մեր լավագույն շեփորներից մեկը, մեր բազմաթիվ խնդիրներին լուծում տալու, կոչ անելու, հրավիրելու բոլորիս, եւ Սփյուռքը, եւ Հայաստանը, եւ հայրենիքը, եւ կարծում եմ, թե այն խնդիրները, որոնք պետք է անկեղծորեն շեփորել, մեր բոլորի ցեղանի առջև դնել, այդ ծրագիրը պետք է անի։ Գիտեք ինչ կա, հայ ենք, անկախ դիրքից, պաշտոնից, թե որտեղ ենք ծնվել, ուր ենք ապրում, որ երկրում, որ քաղաքում, ունենք խնդիրներ, անկեղծորեն պիտի խոսենք, եւ սա ամենալավագույն ամբիոնն է։ Բա ուր պիտի խոսենք, որտեղ հարցերը պիտի դնենք,
Երբ պիտի մտորենք եւ մտածենք, որ գանք լուծումների, այնպես որ օրհնելով թող օրհնի Աստված այս ծրագիրը եւ ես այս ծրագրի միջոցով մեր ազգին մաղթում եմ մեծագույն հաջողություններ, Աստծո օրհնություն եւ մեզ բոլորիս էլ միաբանություն։ Համահայկական խնդիրներն իրավամբ շատ են։ Մեր համընդհանուր հիմնահարցերի կարգավորման գործում որպեսզի միասնական համակարգված գործողություններ իրականացնենք, մեզ անհրաժեշտ է լուրջ մշակված մեխանիզմ, որն էլ կուղղորդի ճիշտ ճանապարհը։ Առայժմ չկա այդ մեխանիզմը, բայց լավ է գոնե համընդհանուր գիտակցումը կա դրա անհրաժեշտության։ Այնպես որ հուսանք, որ ոչ շատ հեռու ապագայում մենք մեր աշխատանքները կկոորդինացնենք, իսկ մեր հաջորդ տեսանյութի հերոսը վաղուց արդեն իր համար լուծել է այդ հարցը։ Երբ մարդոց հետ խոսիս Ղարաբաղը, Ստեփանագերտ, Շուշի, մի կերպ գթուլանան։ Ինչ է պատճառը, երևի հստակ է բոլորին։ Հբարդենք այս երկրով, մեր վերջի 100 տարվա ընթացքի միակ հաղթանակն է, այդ հաղթանակով մենք հբարդանանք, եւ անշուշտ այդ գաբը, որ գաբ պետք է իմ կարծիքով ավելի զորանա, ավելի ուժեղանա, որովհետեւ ասում բարձ է, ունենք Հայաստանը, ունենք Ղարաբաղը, ունենք հայերենիք այստեղ եւ վերջը մեր բոլորի դունն է, կարող է հիմա դնից դուրս ենք ապրում, բայց մենք զգում ենք տուն։ Հարի Որփերյանի արմատները 4 տիգրանակերտերից մեկում են, որ գտնվում է Արևմտյան Հայաստանում։ Հայկական ջարդերից հետո պապերը տեղափոխվել են Հալեբ, այնուհետև Լիբանան, սակայն դա էլ վերջնական հանգրման չէր շարավիղների համար։ Լիբանանում պատերազմ էր, մի դիպված կանխորոշեց հետագա ճակատագիրը։ Հարիի մայրը լեզվի հայտնի մասնագետ էր, նրա հոդվածներին ծանոթ էին հայկական շատ գաղթօջախներում։ Լոս Անջելեսի Ֆերահյան վարժարանից դասավանդելու հրավեր ստանալով տեղափոխվում են Ամերիկա եւ այդպիսով Հարին 1976 թվականին ավարտում է վարժարանն, այնուհետև 4 տարի սովորում Արվեստի ինստիտուտում։ Մասնագիտությամբ նկարիչ դիզայներ է, ունի իր դիզայներական ստուդիան, իսկ վերջին 5 տարիներին էլ տնօրինում է Լոս Անջելեսի Հորիզոն հեռուստաընկերությունը։ Հայրենասերի մղումը միայն ծնողների դաստիարակությունը չէր, տատիկի ժառանգած գեներն իրենց ազդեցություն ունեցան Հարիի հետագա կյանքում։ Իսկ մեծ մայրիկը Մարաշից էր գաղթել Հալեբ եղեռնից փրկվելու համար, որտեղ էլ բարեկեցիկ կյանքով ապրող ընտանիքը որբանոց էր բացել։ Նրա փոքրիկ բնակիչները Լիլի Որփերյանին ձեռագործություն էին սովորեցրել, որն էլ հետագայում մի հետաքրքիր պատմության առիթ դարձավ։ Իր այդ աշրանքներու պատճառով 1994-ին առանց մեր իմացության դադիկը շահեց Ամերիկայի ամենաբարձր արվեստի դիտողոսին, որ National Endowment for the Arts-ն է, եւ մեր ընտանիքին հրավիրեցին Washington DC, մոտ 3000 արվեստագետներից 10 հոգի կընտրեն, այդ 10 հոգին իրենց ընտանիքներով հրավիրվեցին Washington DC։ Դադիկս այնտեղ երբ որ պիտի ստանար իր վկայակիրը, այդ օրը վկայակիր տվողը Հիլարի Քլինտոնն էր, այդ ժամանակ առաջին դիգինն էր։ Եվ երբ որ այդ վկայակիրը դրվեցավ, համբուրվեցին ես, վերջը տեսա դադիկս Հիլարի ծերը չէր թողել, դեպի իր հետ քաշեց եւ ագանչի մի բան պսպսած։ Սիվա ես գինը ինչ է ասում նորից, որովհետեւ շատ քաչ գին էր։ Ասեց չէի կարող մոտենալ, որովհետեւ security գար, էսկար, վերջը դարձավ ինձի այսպես արավ։ Այդ ժամանակ, որ դադիկս Հիլարին էր կանչեց, Հիլարին պատատվեց իրան, այդ իր ագանչի պսպսալից հետո։ Դե մի ժամ անցավ, ես անհամբեր սպասում եմ, թե ինչ ա կատարվում։ Նաև չմոռանանք, որ ես 1994 թիվ է։ Վերջացավ, արարողությունը մոտեցա, ասի իրեն մամի գսի։ Մամի, ինչ ասեցիք Հիլարի Քլինտոնին։ Ասել է անգլերենով անշուշտ, ասել է ես դեմոկրատ եմ, ծեր ամուսնուն շատ եմ հավանում, միայն խնդրեմ մի բան, ասեք որ չի մոռանա Նագորնո Ղարաբաղի հարցը։ Այդ ինքը եկել է այնտեղ բարգեւատրելու, բայց Իրան նպատակը առիթից օգտվել էր եւ Ղարաբաղի հարցը ասել եւ առիթից օգտվեց եւ դա քրական է որ այնտեղի հայտարարի գրասենյակը որ եկել էին մեզ այնտեղ դիմավորելու լսեցին ես մի շաբաթ հետո զանգ եկավ այնտեղից որ ձեր դադիկի հետ էր ուզում խոսել ասեցի ինչ ասեց առաջին անգամ լալով Բիլ Քլինտոնը Ղարաբաղի հարցի մասին խոսեց ասեց այդ երկու գին որ իր հետ խոսեն արդյունքի գացնի մի կեր
Պատահական ոչինչ չի լինում, ամեն ինչ կարգավորվում է բնության մեզ հայտնի ու անհայտ օրենքներով։ Այն, որ Հարի Որփերյանը 10-ից ավել անգամ անցել է հայրենիք Սփյուռք կամրջով, խոսում է նրա գենետիկ պահանջի մասին։ Եվ ամենևին էլ զարմանալի չէ, որ նա զարմանում է այլ կերպ ապրող սփյուռքահայերի դիրքից։ Բարեբախտաբար իմ շրջապատը այդ խնդրեմը չկա, մեծամասնությունը եկած են։ Բոլորը կուզեն գալ, անշուշտ շատերի համար մի քիչ տակավին կաճությունը չեմ իսկապես բաժարը չեմ գիտեր։ Իսկ բացի այցելելու էստեղ բոլորն ես կարծեմ մեծամասնությունը 70-ից 80% այդ բանը գաբը գա։ Այս տարվա հոկտեմբերի 1-ից 14-ը Հարիի անձնական նախաձեռնությամբ կիրականացվի Արդի արվեստի փառատոն Շուշի Art Project վերտառությամբ։ Մոտ 20 արվեստագետ ԱՄՆ-ից, Հայաստանից ու Արցախից ներշնչանքի իրենց ստեղծագործություններն են ցուցադրելու Շուշիի տարբեր հատվածներում։ Ծրագիրը բացառիկ է լինելու իր ձևաչափով։ Այս ծրագրի անունը, այս երկուշաբթվա ֆեստիվալի անունը անգլերենով Land եւ Technology է, հողը եւ տեխնոլոգիան, եւ կարևոր թեման այստեղ հողն է։ Օրինակ իմ աշխատանքը որ պիտի լինի հայլիներով է եւ ջդրդուզի տարածքի մոտ 25-30 հայլիներ պիտի տրվեն եւ այդպես թեք տրված, որ երբ որ մարդը տեսնի իր ցոլացումը, իր տեսնի իր ոտերը այդ հողի վրա, որ այդ պատկանելության հողն է։ Եվ ուրիշ մյուս արվեստագետները բոլորն այդ հարցն են, այդ թեմայով են իրենց գործերը ներկայացնելու։ Մեր հայրենակցի այդ զրույցը տարբեր թեմաների էր առնչվում մեր մեկ միասնական ճանապարհին հուզող խնդիրներին ու ոգևորության առիթներին։ Հայրենիքի ձեռքբերումներն անշուշտ ակնհայտ են, բայց խնդիրներն էլ քիչ չեն, սակայն դրանք լուծվող են միայն միացյալ ուժերով։ Սփյուռքի մարտահրավերների եւ հայրենիքի հաջողությունների մասին Հարին կարծում է. Հայ մնալու հարցը։ Դժբախտաբար դա է, իմ համար ամենակարևորը լեզուն է։ Այսօր Լոս Անջելեսի մեջ որ ես կապրիմ, մեծ քանակով հայկական դպրոցներ կան, բայց հայ աշակերտներու միայն 10% այդ դպրոցները կհաջախի։ Այդ կնշանակե, որ այդ 5 միլիոն ժողովուրդը, որ Լոս Անջելես, Կալիֆոռնիա շրջանի մեջ կապրի, մեծամասնություն Լոս Անջելես, եթե 200,000 երեխաներ են, այդ 200,000-ից միայն 10,000-15,000 շատ էլ ասեցի հայկական վարժաններ, իսկ վաղ եթե լեզուն գործընծնեն, մենք ուրիշ ինչով դարբերենք ուրիշներից։ Կրոնքը քրիստոնյան եկեղեցին գա, այո, բայց մեր մշակույթը մեր լեզուն է եւ որ լեզուն գորի, վերջ։ Դրա համար միակ բրգությունը քո հողի վրա ապրելն է, չէ՞։ Կան նորություններ, մեծամասնությունը անշուշտ շինարարական էս քաղաքի բարելավման աշխատանքներն են։ Շուշիում օրինակ հոթելները կան այսօր, դա դյուրացնե որ մարդիկ որ կան այստեղ գեցության տեղ ունենան, այդպիսի բաներ կարևոր են, բայց հիմա հոթելները կան, պետք է հոթելները մարդով զբաղվեն, եւ մեր նպատակը դա է, որ այդ աշխատանքը դարվի։ Նաեւ այնտեղ մեծ աշխատանք դանենք վերաբնակման համար։ Անշուշտ հեշտ չի, ընտանիքը շալգ է, մեկը զավակները բերի այստեղ դեպի մեր նպատակներից մեկը է դա մարդիկ որ դուրս ապրում են, ես իրենց ասում եմ որ շալգվեք, եկեք Հայաստան ու Ղարաբաղ, մանավանդ Ղարաբաղ։ Երկրի ապահովությունը ամենակարևոր բաներից մեկն է եւ մեր բոլորի նպատակն է որ պատերազմ չլինի, հարցը լուծվի եւ այդ հույսերով ենք ապրում։ Ճանաչել ինչ որտեղ նշանակում է սիրել։ Հարին երջանիկ է, որ ճանաչում է, այլապես արդարացված չէր լինի իր հայ գոյությունը։ Մենք այնքան ուրախ ենք հանդիպել նման գաղափարներով եւս մեկ հայրենակցի։ Հարիին ասում ենք մինչ տեսություն հոկտեմբերին։ Չենք դադարում կրկնել, որ Սփյուռքը մեր ռազմավարական հարստությունն է, հայրենիքը, Սփյուռքի փարոսը։ Այս փոխհարաբերությունների ենթաշերտերին ու գլոբալ հրամայականներին է առնչվում հայրենիք Սփյուռք ծրագիրը։ Առաքելությունը նույնն է լինելու եւ մեր հետագա թողարկումներում, իսկ այսօր այսքանը կհանդիպենք 2 շաբաթից։